Բարև ձեզ Factor TV հյուրը հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն է, ողջույն, պարոն Մեհրաբյան։ Բարև ձեզ, պարոն Ամանյան, շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալություն գալու համար։ Արադ Միրզոյանը, Հայաստանի արտգործնախարարը, հայտարարում է, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հայտը կարող է ներկայացնել 1 ամսից հաջորդ տարի, դա կախված է բազմաթիվ գործոններից, հիշեցնում է, որ օրենք է ընդունվել եւ ասում է, թե երբ հայտ կներկայացնենք հստակ չեմ կարող ասել, գուցե հաջորդ ամիս լինի, գուցե հաջորդ տարի, միաժամանակ, ինչպես նշեցի, դա մեր պաշտոնական քաղաքականություն է, որպես նաեւ Եվրաքվե նախաձեռնող քաղաքական ուժի ներկայացուցիչը, ինչպես է գնահատում, երբ սպասել այդ քայլը։ Արադ Միրզոյանը այս հայտարարությամբ ավելի կոնկրետացնում է Հայաստանի մտադրությունը։ Սա կոնկրետացում։ Այո, կոնկրետացնում է։ Եվ պահում ռազմավարական անորոշություն, ազատություն վերապահելով Հայաստանի Հանրապետությանը այդ պահի ընտրության հարցում։ Ինչ է նշանակում հայտ ներկայացնել Եվրամիություն։ Դա նշանակում է մոտ ժամկետ է ամեն դեպքում 1 տարի 1 ամիս։ Այո, թեև անորոշ, բայց մոտ ժամկետ է։ Այո, այսինքն խոսքը գնում է 10 տարուց է։ Տեսանելի հեռանկարի մասին, բայց հստակ մտադրության մասին։ Որովհետև այդ նախադասությունը, որտեղ այդ ժամկետները նշվեց, այդ նախադասությամբ էլ կամ դրան նախորդող էլ նաև հիշատակվեց այդ օրենքը, օրենք նշանակում է պարտադիր կատարման համար։ Ինչի համար է պետք այս ռազմավարական անորոշությունը։ Ռուսաստանը բնականաբար սրան վերաբերվելու է շատ բացասաբար։ Բայց բացասական ասվածն էլ որոշակի դիապազոն են ենթադրում վարքի, հա։ Դա շատ կոշտ արձագանքն է, որ ըստ այսպես ասենք, առնվազն վերբալ պատերազմի ռեժիմի մեջ մենք մտնենք, ինչպես ասենք մի քանի անգամ եղել է, կամ դա ավելի հանգիստ, այսպես բանական, տրամաբանական ռեժիմով ընթանա։ Բնականաբար մեզ երկրորդն է ձեռնատու, այլ ոչ թե առաջինը, որ բանուգործները թողած չդնենք ու սկսենք զազրախոսությանը պատասխանել, հա։ Դա նվազագույնն է, հա, որովհետև Ռուսաստանը նաև Հայաստանում պահպանում է մեզ վրա հարձակվելու հնարավորությունները, ներսից հարձակվելու հնարավորությունները։ Ունի մեծերն այդ կարողությունը։ Դրանք մեծ չեն, կրիտիկական չեն, բայց կան։ Եվ այնպես չէ, որ Հայաստանն էլ այսպես ինստիտուցիոնալ առումով կազմ պատրաստ այդ ամեն ինչի դիմագրավմանը եւ ինչ ուզում են թողանեն պրոբլեմ չի, ոչ, Հայաստանի խոցելիությունների մասին այսքան տևական մատնացույց անելուց հետո այս կամարական վերաբերմունքը ինչ որտեղ էլ գոռոզամիտ կամարական, հա, հանգեցրել այն դասավորությանը, որ այս պահին ունենք եւ այդ պահից է ածանցվում Արարատ Միրզոյանի այսպիսի բովանդակությամբ հայտարարությունը, որը արվել է սեպտեմբեր ամսին, այսինքն եթե իր ասածով լիներ հաջորդ ամիս, դա նշանակում էր այս ամիս, նախադրյալներ չկան, որ այս ամիս։ Բայց ամեն դեպքում տեսեք, մի բան էլ շատ ուշագրավ բանի վրա ուրեմն ուշադրություն հրավիրեմ ձեր։ Ինչ է նշանակում հայտ ներկայացնել Եվրամիության անդամակցություն։ Դա նշանակում է մի քանի հարցեր եւս պետք է լուծել, հա, դա պարզ է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամակցությունը, ԵԱՏՄ անդամակցությունը, ԱՊՀ անդամակցությունը պահպանելով, տենց հայտ ներկայացնելը դա շատ անլուրջ կլինի։ Գնայք, բայց դատելով Հայաստանի իշխանությունը եւ վարչապետի հատկապես այս թեմայով նախկինում արված հայտարարություններից, ես ոնց հասկացել եմ, նրանք նաեւ օրինակ էկոնոմիկայի նախարարի մտադիր են ռուսական ինտեգրացիոն միավորներից դուրս գալ այն ժամանակ, երբ որ սեղանին կունենան ԵՄ պետությունների
այոն Հայաստանի անդամակցության մասով։ Այսպես ասենք, մի նավակը մոտեցած լինի, որ այն մյուս նավակից կարող է ստրնել։ Այոն կա, բայց այդ պրոցեդուրան, որը նա որոշ հաստատապես։ Էլ քանի անգամ ասեն, ինչ ձևով էլ ասեն։ Դե վարչապետը մատներով ցույց տան։ Մի քիչ կասկածով էր ամեն դեպքում մոտենում, ասելով, եթե մեզ ԵՄ չընդունեն, ավելի Ինձ համար այդ հայտարարությունները մնում են անհասկանալի եւ թվում են իրավիճակին ոչ ռելևանտ, այսպես ասած։ Պետք չէր այդպիսի հայտարարություններ անել։ Կասկածներ ունի թվում։ Եթե նույնիսկ ունես կասկածներ, այդպիսի հայտարարություններ անել պետք չի, որովհետև դա սխալ ազդակ է, թե երկրի ներսում հասցեագրված, թե երկրից դուրս հասցեագրված։ Դե ես հիշեցնեմ ուղղակի այս հայտարարություն վարչապետի արվել էր Ուրսուլա ֆոն դեր Լայանի հետ զրույցի ընթացքում հենց ինքն էր պատմում, որ ինձ ԵՄ-ում հարցնում են, արդյոք լուրջ է ձեր ԵՄ անդամակցության այս օրենքի ընդունումը եւ այլն։ Ես ասել եմ, եթե նույնիսկ չընդունեն մեզ ԵՄ, մենք եվրոպական ստանդարտներով պետություն կլինենք, իսկ եթե ընդունեն ավելի լավ։ Դե տեսեք, Եվրամիությունում եւս մտադրությունների լրջության հետ կապված հարցեր ունեն, որովհետև Հայաստանն ունի այն հիվանդության պատմության անամնեզում մի հատ շատ անբարենպաստ մի դրվագ, դա 2013-ի սեպտեմբերի 3-ի վթարն է, հա, որի տակից մինչև հիմա դուրս չենք եկել եւ որի հետևանքների հաղթահարման մասին է նաև այս քայլը, որի մասին ես եւ դուք այս պահին քննարկում ենք։ Հետևաբար դա կրկնում եմ, դա սխալ ազդակ էր եւ այդ իմաստով արտգործնախարարն ավելի ճշգրիտ գտնվեց։ Այո, պահեք ռազմավարական անորոշություն ժամկետների առումով, բայց հստակ ներկայացրեք պետության իրական մտադրությունները, ինչն էլ եւ արվեց։ Եվ այո, այս դիսոնանսը երկու հայտարարությունների, ես կարծում եմ պետք է վերացվի հոգուտ այն ձևակերպման, որով հանդես եկավ Արարատ Միրզոյանը, ինչը համոզված եմ շատ ավելի բախող է իրականությունից եւ նաեւ մեր շահերից։ Պարոն Մերաբյան, տեսեք, հետևյալ հարցը երկու կարևոր իրադարձություն կամ ժամկետ, եթե դրանք ավարտվելու տեսք են ունենալու, մեկը Հայաստանի 26 թվականի խորհրդարանական ընտրություններ, մյուսը ռուս-ուկրաինական պատերազմ, հավանական բանակցություններ եւ ավարտ, եթե չավարտ, շարունակություն, եւ սա նշանակում է Ռուսաստանի ներուժի ավելի մեծ ներգրավում ուկրաինական պատերազմում։ Կարծում եք Հայաստանի իշխանությունը այս երկու հեռանկարով պայմանավորված են այդ անորոշությունը պահպանում, այսինքն չգիտեն ինչպես կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը եւ ինչպիսի Ռուսաստան կունենանք ամիսներ անց կամ 1 տարվա ընթացքում, եւ երկրորդ 26-ի ընտրություններից առաջ միգուցե նրանք ներկայացնեն այդ հայտը, այսպես ասենք Եվրոպամետ ձայները ստանալու մանավանդ մայիսին մենք ունենք գագաթնաժողով, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն է հիմա Մակրոն, Մերս եւ այլոք երևի թե պետք է գան Երևան։ Երկու իրադարձություն ամեն դեպքում երևում է։ Շատ ճիշտ է։ Հիմա տեսեք, այստեղ ինչն է կարևոր, Հայաստանի այդ հաշվարկներում այդ գործոնը չի կարող ներառված չլինել ուղղակի, որովհետև դրանով է պայմանավորված, թե ինչ կարողություններ կդրսևորի Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ իր մտադրություններն իրականացնելիս։ Մենք կասկած չունենք Ռուսաստանի մտադրություններում, սակայն այստեղ անորոշություն կա կապված Ռուսաստանի կարողությունների հետ այս մտադրությունները իրականություն դարձնելու համար։ Հիմա Ռուսաստանը շատ մեծ կարողություններ չունի, բայց որովհետև Ռուսաստանի թե քաղաքական ռեսուրսը, թե ռազմական ռեսուրսը, տնտեսական ռեսուրսը, նույնիսկ որոշակի դեֆիցիտով,
որը համալրվում է, ասենք թե Հյուսիսային Կորեայի հաշվին, օրինակ, հա, ամեն ինչ մղված է դեպի ուկրաինական ուղղություն։ Եթե հիպոթետիկ զինադադարի հասնել ստացվի, ինչում ես ունեմ լրջագույն կասկածներ, ապա Ռուսաստանը դրանով իսկ կստանա ձեռքերի ազատություն։ Այդ զինադադարի հաստատմամբ Ռուսաստանի ղեկավարության գլխի պարունակությունը չի փոխվել եւ նա բացի դրանից էլ ունենալու է նեոկայսերականության նպատակ։ Այո։ Բացի դրանից էլ Ռուսաստանը ունենալու է մի ծանր բեռ, հենց այդ պահից սկսած, հանձինս իր այդ սպանությունների մեքենայի վերածված 1 միլիոնանոց բանակի, որտեղ մարդակերներ են ուղղակի, հայտնի չի ինչ են անելու դրանով։ Որովհետև այդ ժամանակ էլ մոտ 1 միլիոն էլ մարդ պետք է մոբիլիզացվի, որ դրանց շրջանակների մեջ պահեն, հա։ Կամ էլ դի տանեն ինչ-որ ռեզերվացիայում թողեն իրար ուտեն, բայց դրանց քաղաքներ հետ թողնելը մենք տեսնում ենք նույնիսկ առանձին եզակի դեպքեր, ինչ այլանդակ դրսևորումներ են ունենում։ Օրինակ, մեկ կարևորը չի անուն ազգանունը, հենց ռուսական ներքին գործերի նախարարության այդ լրահոսից, հա, մեկ երրակի սպանության համար դատապարտված, որում 25 տարվա ինչ-որ տենց ահավոր պատժաչափերի ռազմաճակատ գնալու տենց դիմում է գնում է ռազմաճակատ, վիրավորվում է, գալիս է, զորացրվում է, հետո սպանում է եւս 2 հոգու, իր կնոջը եւ կնոջ բարեկամին։ Ու նորից գնում բանտ։ Սա ասում եմ եզակի դեպք է, որը խիստ բնորոշիչ է այս ամենին, որովհետեւ թե ինչ աստիճանի կեղտոտ պատերազմ է սա ու ինչի միջով են անցնում այդ բանակի զինվորները, դա մենք պատկերացնել կարելի է, դա շատ դեպքերում հիշեցնում է այն երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այդ կարմիր բանակի շտրաֆբատները։ Էլի են զագրադատրյադներով, հա, տեղում գնդակահարելու բանով, բայց ավելի վայրենացած, որովհետև բարոյական առումով երկրորդ համաշխարհային պատերազմի այդ դրվագը, որը կոչվում էր մեծ հայրենական պատերազմ, հա, սովետա-գերմանական պատերազմը, ի վերջո սովետի վրա հարձակվել էին։ Ամեն դեպքում Ռուսաստանի ռեսուրսները չնայած դրան այդ հավանական սցենարին բավարար կլինեն կասեցնելու եվրոինտեգրումը, թե նա մյուս սցենարը խնդիր էլ չի դնի նման։ Եթե պատերազմը շարունակվի, Ռուսաստանը դրել է այդ խնդիրը, դնելու է այդ խնդիրը եւ ամեն ինչ անելու է այն իրականացնելու համար։ Մենք դա տեսանք Մոլդովայում, այո, որովհետեւ իր համար լրջագույն մարտահրավեր է իր պատկերացումներին, իր դոկտրինին, հա, իր ռազմավարությանը։ Այո, նա ամեն ինչ անելու է, բայց կարողությունների խնդիր կարող է ունենալ, բայց նպատակից չի հրաժարվի։ Դա է։ Չի ունենա, եւ Ռուսաստանը չի հաջողի, եթե մենք կոպիտ սխալներ չանենք, եթե մենք գոռոզամտություն չդրսևորենք, կամահրական վերաբերմունք չունենանք այդ սպառնալիքի նկատմամբ, հա։ Սա շատ լուրջ սպառնալիք է եւ մեր ինստիտուտները ամբողջապես ադապտացված չեն որպեսզի ինստիտուցիոնալ առումով դիմագրավենք։ Այսօր պետությունն ինչ է ասում։ Ասում են դե ամեն ինչ դրել է ըստ էության հույսը դրել է միջին վիճակագրական քաղաքացու գիտակցության որ նրանք գիտակցեն պետությունները լավ բան է։ Դուք խելոք եք, իհարկե դուք ամեն ինչ գիտեք։ Դուք Հայաստանի անկախությունը չեք վաճառում։ Այո, դուք սենց դե որ ամեն ինչ գիտեք, դե գնացեք արեք։ Բայց սա ունի նաև շարունակություն։ Դե մենք էլ անելիք չունենք։ Մենք էլ սենց գողկատու քաչալշուն, բան եւ այլն։ Չնայած ես ունեմ տպավորություն, որ այնուամենայնիվ նաև շնորհիվ
շատ ու շատ քաղաքացիների, ովքեր այս խնդրին մատնացույց են անում, նաև մեր կուսակցության, որ մենք մշտապես ուշադրության կենտրոնում ենք այս հարցը պահում, հասարակական կազմակերպությունների, որոնք նաև միջոցառումներ, տրեյնինգներ են կազմակերպում, սրա հետ կապված, դասախոսություններ, զեկույցներ են հրապարակում եւ այլ, նաև համագործակցում են համապատասխան փորձ ունեցող երկրների կազմակերպությունների հետ, թե պետական, թե ոչ պետական, այո, գլխավորապես թույլ չտալու դրսի միջամտություն մեր ընտրական process-ին։ Իսկ դա լինելու է, իսկ դա լինելու է։ Եվ եվրոպական քաղաքական համայնքի ժողով։ Այո։ Միջամտությունների ձեր կասկածներ կամ համոզմունքը որ լինելու է եւ արդեն կան, այսպես ասած։ Լավ, դե եկեք այս հարցով շարունակենք։ Ինչ այսպես իրադարձություն է լինելու եվրոպական քաղաքական համայնքի այդ գագաթնաժողովը, նաև իշխանության վերցած այս դրոշակի համատեքստում ԵՄ, այո, մենք հայտ կներկայացնենք, բացառել, որ այդ փուլում, ասենք, իշխանությունը հայտ ներկայացնելու։ Չենք բացառի, բայց մենք հիմա տալու իր վճռականությունը եւ այլն։ Մի քանի բան ֆիքսենք։ Եվ կնենք դա ընտրությունների վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ, եթե այդպիսի բան տեղի ունենա։ Եկեք մի քանի բան այնուամենայնիվ ֆիքսենք։ Դա տեղի ունենալու մայիսի 4-ին։ Ընտրությունները հունիսի 7-ին։ Հենց օրացույցի բերումով, այդ իրադարձությունը իր, այսպես, տեղեկատվական եւ էմոցիոնալ շլեյֆով, ուղիղ գալիս է եւ մտնում է նախընտրական պայքարի ժամանակաշրջան։ Եվ ազդեցությունը պահելու է ինֆորմացիոն դաշտում։ Չի կարող չպահել։ Ահա։ Սա օբյեկտիվ իրականություն է, հենց թեկուզ ամիս ամսաթվի բերումով, այսպես ասեմ։ Երկրորդը, որ այս գաղափարը կրող քաղաքական ուժերը եւ առաջին հերթին այսօրվա քաղաքական մեծամասնություն հանդիսացող քաղաքացիական պայմանագիրը բնականաբար սա որպես նախընտրական ակտիվ օգտագործելու է իր ընտրարշավում, ինչը սա եւս բնական եմ համարում եւ նորմալ։ Այո, սա իրենք համարելու են իրենց վարած քաղաքականության շատ կոնկրետ արդյունք, իսկ ինչ մնացածը դա արդեն ենթադրությունների դաշտից է, ինչ կլինի այնտեղ, ինչ կխոսեն, ինչ մի խոսքով։ Այդ ամենը միայն կարող ենք ենթադրել, բայց ինչ էլ որ լինի, այո, դա նման կիրառություն կգտնի հաստատապես։ Եթե դες հետաքրքիր է թե մենք ինչ ենք մտածում այս ուղղությամբ։ Ես հարց ունեի այս իմաստով։ Տեսեք, մենք տեսնում ենք, որ այսպես ասենք, իրենց պրո-ռուսական կողմնորոշումը չթաքցնող քաղաքական ուժերը որոշակի աշխուժություն են դրսևորում, օրինակ, նրանց դիսկուրսն եթե հետևես Գյումրիի սցենարի կրկնություն պետք է տեղի ունենա, ասես կոնսենսուս -1 տարբերակով Փաշինյանը հեռացվի, այսինքն միութենական պետություն, Գյումրիի քաղաքապետն է, գիտեք, ձերբակալված կոռուպցիոն մեղադրանքով գործիչ, որը չէր թաքցնում իր, այսպես, միութենական պետության նկատմամբ դրական վերաբերմունքը, այսինքն մենք տեսնում ենք որոշակի այստեղ ակտիվություն, նոր շարժումներ են ձևավորվում եւ այլն։ Ձեր դաշտում տպավորություն կա, որ Գյումրիի պարտությունից հետո Եվրաքվեի այսպես ասենք խելքներդ գլուխներդ չի գալիս։ Կարող է սխալ տպավորություն։ Սա շատ սխալ տպավորություն է։ Ինչպես եք դուք այսպես ասենք պատրաստվում կներեք եւ այս դրամաբանությամբ ինչով եք դուք տարբերվում ՔՊ-ից, որովհետեւ ընդդիմադիր դաշտը այսօրվա խորհրդանական երկուսիդ թիրախն է, արտաքին քաղաքականությունում եւս նմանություններ կան, տեմպն է կարծես տարբերվում։ Դա է միակ տարբերությունը։ Տեսեք, տեմպ եւ որակ։ Սա այն հիմնական հարցն է, որում մենք ունենք լուրջ հարցեր մեր իշխանությանը եւ այդ հարցերը բարձրացնում, տալիս ենք, մատնացույց ենք անում եւ իշխանությունն այստեղ ունի շատ եւ շատ բացեր։ Միակ դատա իրավական ոլորտի ոտքին գցած ռեֆորմը միայն բավարար է այդ հարցում մենք հաստատապես համախոհ չենք։
այն իրավաբանների այն աստղաբույլը, որը այնտեղ հավաքված է եւ մեր հարկատուների հաշվին իբր սպասարկում է պետության եւ հասարակության շահերը եւ օրենսդրության հետ կապված քաղաքականությունն է վարում, հա, այսպես ասենք, նրանք իմ համոզմամբ նման իրավաբանություն մեզ պետք չի։ Իրավաբանության տեղը աղբանոցն է, մեզ պետք են ուրիշ իրավաբաններ։ Մեզ պետք են Հուվերի նման իրավաբաններ, որոնք գիտեն ինչպես վարվել կրիմինալի հետ։ Պատկերացում ունեն ինչպես քրեազերծել քաղաքականությունը, քրեազերծել ընտրությունները, ընտրական process-ը եւ մարգինալացնել կրիմինալը հասարակության մեջ։ Առանց այդ պատկերացումների այդ այսպես կոչված կոնսերվատիվ իրավաբանները չարիք են մեր պետության համար։ Դա մեկ։ Երկրորդը մենք որ ասում ենք խելքներս գլուխներս, մեր խելքը մեր գլուխը չի լքել, չի լքելու, մի դաշջուծից, հա։ Իհարկե մենք նես չի որ անսխալական ենք, ամեն ինչ ճիշտ ենք արել, մենք մեծ աշխատանք ենք արել մեր սխալների վրա եւ հիմա բավականին ինտենսիվ նախապատրաստական աշխատանքներ ենք տանում ընդառաջ։ Ձեր կուսակցություն թե որոշակի բևեռ կլինի։ Ոչ, մեր կուսակցությունը կլինի թե չէ չգիտեմ, բայց մեր կուսակցությունը իր անելիքն է անում ընդառաջ ընտրությունների։ Չնայած սա նախընտրական արշավ չէ, հա, այսպես ասեմ։ Մենք հանդիպումներ ենք իրականացնում այսպես town hall ֆորմատով մեր երկրի տարբեր քաղաքներում։ Եղել ենք Վարդենիս, Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Գյումրի, Ալավերդի, պատրաստվում ենք առաջիկայում նաև Վանաձոր, հետո Սպիտակ, մեկ ամսվա մեջ սեպտեմբերից ենք սկսել։ Եվ սկզբունքն այստեղ հետևյալն է, մենք հիմա շնորհիվ ձեզ եւս մեկ առիթ, որ մտքեր փոխանակենք, վերաբերմունք եւ դիրքորոշում հայտնենք, հա, եւ այնպես չէ, որ գնում ենք այնտեղ, ասում ենք, բարև ձեզ, եկել ենք մի հատ էլ ստեղ ասենք։ Հակառակը մենք ասում ենք, բարև ձեզ, մենք եկել ենք, որ դուք ասեք։ Որովհետեւ մեր գիտելիքը տվյալ մեր հայրենիքի հատվածում ապրող այս մարդկանց իրական խնդիրների մասին, հա, տեսական է, օբյեկտիվ պատճառներով։ Մեզ անհրաժեշտ է, որ մենք խոսենք իրար հետ։ Մենք որ հասկանանք։ Եվ հետևաբար այ հենց դրա համար մենք եկել ենք, որ դուք խոսեք։ Եվ պատկերացրեք շատ հետաքրքիր, շատ կարևոր հանդիպումներ են տեղի ունենում, մարդիկ արտահայտվում են, գաղափարներ հայտնում, խնդիրներին մատնացույց անում, ինչի համար առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալությունը հայտնել բոլոր նրանց եւ յուրաքանչյուրին ով մասնակցություն է ունեցել այս հանդիպումներին։ Սրանք շատ օգտակար են եւ մենք եկել ենք մի քանի կարևոր այսպես եզրակացության, որ մենք տեղերում համալիր լուծումների անհրաժեշտության հրամայականի նույնիսկ առաջ ենք կանգնած, հա, տեսեք նույն կառավարության մեջ աշխատող նախարարությունները թվում է թե իրարից խաբար չեն։ Այն մոտավորապես հիշեցնում են մի անեկդոտ կա, չէ, որ մի հոգի բահով փոս է փորում, մյուսն էլ կողքից հողը լցնում է, ասում են, «Էս ինչ եք անում»։ Ասում են, «Ծառ ենք տնկում»։ Բա ուր է ծառը, ասում են, «Ծառը բռնողը հիվանդացել է»։ Բայց մենք մեր գործն ենք անում։ Այ մոտավորապես նման այսպես դեսինխրոնիզացիա հաճախ է լինում, էլի, ասենք, կենտրոնացում են անում, բայց տեղերում լավ մտադրություններով, բայց տեղերում դրանից խնդրեմ է ստեղծվում։ Կամ մինչև վերջ չեն անում, մինչև վերջ մտածված չի։
Հազարով մի նման հարցեր։ Հետո մեր երկրին մի քանի կենսական կարևորության ռազմավարություններ ուղղակի չկան։ Ասենք ջրային ռեսուրսների կառավարման ռազմավարություն։ Ջուրը գնում է Կասպից ծով, բայց մեր հողերը ցամաք է։ Ստեղ գալիս է նաև սրանք փոխկապակցված են։ Գյուղատնտեսության ռազմավարություն։ Լավ, մեր վարելահողի կեսը ինչի չի մշակվում, հասկանում եք։ Սա կատաստրոֆա է ուղղակի։ Սա էլի եւ կարևորագույն պատճառներից մեկը, ոչ միակը, դա ուրեմն ջրի հարցն է։ Որովհետեւ այն գետակներն էլ, որոնք հոսում են, մցրել են խողովակի մեջ, մի հոգի կամ երկու հոգի կամ երեք հոգի կամ մի խումբ, այսինքն մի քանի մեգավատի մեկ ձեռքի մատների վրա հաշված մեգավատի հոսանք է արտադրում եւ դնում գրպանը, փողը, բայց արդյունքում ասենք շրջակայքը ցամաքում է։ Սա նորմալ չի։ Էլ չեմ ասում բնության հերն անիծում, չէ՞։ Այդ գետում ձուկ ա եղել ժամանակին մեկ մյուս։ Մենք հիանում ենք Երևան քաղաքի ավտոբուսներով։ Շատ լավ է, որ քաղաքը վերջապես նորմալ ցիվիլ տրանսպորտ է ձեռք բերել, բայց միջքաղաքային հաղորդակցությունը մեր մոտ նախնադարյան մակարդակի է։ Սա աններելի է ուղղակի, նայեք ավտոկայանները, նայեք ընդհանրապես այդ միջքաղաքային հաղորդակցությունը։ Հա, Երևան Աբովյանը ինչ որտեղ էլի նորմալ է, մի երկու տեղ էլի կան, ինչ որ նորմալ ընկերություն է ոնց որ վերցրել, էլի ապահովում է, բայց մնացած տեղերը մի ողբալի վիճակ։ Եվ մարդիկ էլ, որ ասում ենք հեռավոր շրջաններ, ախր Հայաստանն ինչա որ հեռավոր շրջան էլ ունենա, հա, Ամերիկայում Երևանից Վարդենից տարածությունով մարդիկ ամեն օր գործ են գնում գալիս, ու հեչ էլ հեռավոր չի, էլի։ Երբ որ ենթակառուցված չկա, նայում ես դեպրեսիվ իրավիճակ, նայում ես մարդիկ բան են հողի վրա աճացնում, սպառումը չի ապահովում, պետությանն էլ վեճը չի։ Մինչդեռ այդ լոգիստիկ մեխանիզմների ձևավորման մեջ, այո, պետությունը պետք է նախաձեռնողի դերում լինի եւ մասնավորն էլ փողներ դնի այդտեղ։ Մեր հողը ամեն ինչ էլ կարող է ապահովել, բայց դրա համար այո պետք է որոշակի գործընկերություն պետության եւ մասնավորի միջեւ։ Մեր մոտ այդ հատվածը ոնց որ թե կաղում է, որովհետեւ մասնավորն ասում է պետության հետ գործ ունենալը շառ է, կոպիտ ասած։ Մի բան էլ ավել կտենան կգան կտանեն, օրինակ, չէ՞։ Պետությունն էլ ոնց որ թե մասնավորին այդքան չի վստահում, ասում է բայն գրպանիդ մեջ ինչ կա, հա դու ինձ ապրիորի դու ինձ խափում ես։ Եվ այլն։ Շնորհակալ եմ, պարոն Մերաբյան, Ես եմ շնորհակալ համար։ Հարգելի հեռուստադիտողներ, Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Ռուբեն Մերաբյանին։